Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզի Մալիքում և ուրախ եմ, որ կրկին միացել եք ինձ։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորիցս 4000 և ավել բաժանորդ լինելու համար։ Անչափ շնորհակալ եմ բոլորիցս և ուրախ եմ, որ դուք կաք։ Սիրելիներս, նաև ուզում եմ իմ և իմ ամուսնու կողմից մեր շնորհակալական խոսքը ասել ձեր լայքերի, ձեր անչափ գեղեցիկ խոսքերի և բաժանորդագրվելու համար։ Անչափ շնորհակալ ենք բոլորիցս, ձեր լայքերը, ձեր գեղեցիկ խոսքերը մեզ մոտիվացնում են, ուրախացնում և մի փոքր էլ իհարկե պարտավորեցնում, որ ավելի գեղեցիկ բաներ նկարենք ձեր համար։ Շատ շնորհակալ եմ բոլորիցս և ուրախ ենք, որ դուք կաք մեր կյանքում։ Շնորհակալ եմ բոլորիցս։ Սիրելիներս, այսօր Կատալոնիայում նշում են Սիրո տոնը։ Ճիշտն ասած գնացել էի, որպեսզի գեղեցիկ նկարեի և պատմեի, քանի որ մի փոքրիկ և գեղեցիկ լեգենդ կա այս տոնի վերաբերյալ, բայց այնքան ժողովուրդ կար, և տեղացիներն էին շատ, և զբոսաշրջիկներ շատ կար, հազիվ կարողանում էիր քայլել, նկարել չէր ստացվում ընդհանրապես։ Բայց մի փոքրիկ հատված նկարել եմ, որը ձեզ ցույց կտամ և կպատմեմ այս տոնի վերաբերյալ, մի փոքրիկ պատմություն կա, գեղեցիկ լեգենդ կա այս տոնի վերաբերյալ։ Սա էլ այսօրվա իմ Սան Ջորդին, վարդեր են նվիրում կանանց, իսկ տղաներին, տղամարդկանց գիրք են նվիրում, մի փոքր անց կիմանաք, թե ինչու, և կարմիր վարդ է, դա էլ է խորհրդանշական, քանի որ իր նշանակությունն ունի այս վարդը։ Ուղղակի ցավում եմ միայն այն, որ ինչ պլանավորել էի, չստացվեց իմ պլանավորածը, բայց մի փոքրիկ հատված Բարսելոնայից նկարել եմ, հաստատ կտեղադրեմ, քանի որ շատ գեղեցիկ ձևավորվում է վարդերով այս օրը Բարսելոնան։ Սա Passeig de Gracia փողոցն է, որտեղ կարմիր վարդերով շատ գեղեցիկ ձևավորվել է հանրահայտ Casa Batlló շենքը։ Ամբողջ փողոցով տեղադրված է կրպակներ, որտեղ վաճառվում է օրվա խորհրդանիշները՝ կարմիր վարդ և գիրք։ Իսկ ինչու է վարդը կարմիր, դա ունի մի գեղեցիկ լեգենդ։ Ըստ լեգենդի, կար մի վիշապ, որը սարսափեցնում էր Կատալոնիայի Մոնբլան կոչվող փոքրիկ քաղաքի բնակիչներին։ Դա ավերածություններ էր ստեղծում քաղաքի բնակչության մեջ և խժռում դաշտերում արածող կենդանիներին։ Այսպիսով վիշապի զայրույթը մեղմելու համար քաղաքի բնակիչները որոշում են, որ ամեն օր ինչ-որ մեկին պետք է զոհաբերեն, վիճակահանությամբ տեսնելու համար, թե ում կառաջարկեն որպես իրենց բարի կամքի նշան։ Մի օր մատաղ անելու հերթը հասավ թագավորի աղջկան, բայց հենց այն ժամանակ, երբ վիշապը պատրաստվում էր կուլ տալ նրան, հայտնվեց մի գեղեցիկ ասպետ և բախվեց գազանին։ Դա Սան Ջորդին էր։ Երբ նա իր նիզակը խրում է վիշապի մեջ և թափված արյունից կարմիր վարդերի թփեր են դուրս գալիս։ Եվ Սան Ջորդին այդ վարդերից մեկը պոկելով տալիս է արքայադստերը։ Նրա մի համարձակ և անձնուրաց արարքը փոխում է քաղաքի պատմության ընթացքը և ծնում է մեր լեգենդը։ Այդ օրվանից Կատալոնիայում այս օրը համարվում է Սիրո տոն և սիրահարները միմյանց նվիրում են կարմիր վարդեր։ Իսկ ինչու են գիրք նվիրում, որովհետև այդ օրը համընկել է երկու մեծագույն գրողների մահվան օրը՝ Սերվանտեսի և Շեքսպիրի, և ի հիշատակ այդ երկու գրողների այդ օրը համարվում է գրքի միջազգային օր։ Այդ իսկ պատճառով այս գեղեցիկ օրը կանանց նվիրում են կարմիր վարդեր, իսկ տղամարդկանց գրքեր։ Եվ այդ լեգենդից ծնվեց մի գեղեցիկ տոն՝ Սիրո տոնը։
Սիրելիներս, այսպիսին էր այսօրվա մեր լեգենդը եւ ցանկանում եմ, որ բոլորդ սիրեք եւ լինեք սիրված։ Սիրելիներս, իսկ այստեղ խոհանոցում էլ պատրաստում ենք սմբուկով շոտ համեղ ուտեստ։ Ես իմ ալիքում արդեն ունեմ նկարված այս ուտեստը, առանձին տեղադրված է, հղումքթողն եմ, կարող եք դիտել։ Բայց հիմա միասին կպատրաստենք։ Սմբուկները արդեն լավ լվացել եմ, չորացրել եմ, հիմա պետք է շերշերտ կտրատենք։ Մոտավորապես հաստությունը պետք է լինի 1 սանտիմետր։ Այս ծայրի մասերը մեզ հարկավոր չեն, այսպես կկտրատենք և դեն կնետենք։ Մոտավորապես այսպիսի կտորների ենք բոլորը վերածելու։ Այստեղ արդեն կտրատել եմ սմբուկները, հիմա պետք է պատրաստենք սոուս, թանձրուկ, որպեսզի այդ թանձրուկով պատենք սմբուկները և սմբուկները ուղարկելու ենք ջեռոց։ Թանձրուկը պատրաստելու համար որևիցե ամանի մեջ լցնում եմ կամ բուսայուղ կամ ձիթայուղ։ Մոտավորապես նայած կախված է սմբուկների քանակից։ 2-3 հատ սմբուկի դեպքում կարող եք մոտ օգտագործել 50 մլ։ Ձիթայուղի վրա ավելացնում եմ աղ, իհարկե, մոտավորապես 1 թեյի գդալ, ըստ ճաշակի արդեն։ Ավելացնում եմ կես թեյի գդալ սխտորի փոշի, ավելացնում եմ կես թեյի գդալ կարմիր պղպեղ, նույնքան էլ սև պղպեղ և ավելացնում ենք նաև օրեգանո, այսքան։ Համեմունքները ավելացնելուց հետո մի լավ խառնում ենք այս բոլորը։ Կտրատված սմբուկները արդեն շարել եմ ջեռոցի ամանի մեջ, հիմա պետք է մեր պատրաստած սոուսով պատենք, պատում ենք 2 կողմից էլ, բոլոր կողմերով պետք է պատվեն սոուսով։ Այսպես կսում ենք սոուսով վրան ենք կսում։ Մի կողմը պատելուց հետո շուռ ենք տալիս հաջորդ կողմն էլ նույն կերպ սոուսով պատում ենք սմբուկները։ Ես նախորդ արդեն միացրել եմ ջեռոցը, ջեռոցը 180 աստիճան նախորդ միացրել եմ, պահելու ենք ջեռոցում մոտավորապես 15-ից 20 րոպե։ Ինչպես ասեցի, բոլոր սմբուկները պատում ենք սոուսով և ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը նախապես արդեն միացրել եմ 180 աստիճան։ Թողնելու ենք մինչև գեղեցիկ մի փոքր վարդագունելը կամ սմբուկներին մի փոքր փափկելը։ Դա 15-ից 20 րոպե մոտավորապես։ Բոլոր սմբուկները իհարկե տեղ չարեց տապակի մեջ, քիչ-քիչ պետք է պատեմ սոուսով և ուղարկեմ ջեռոց, ամբողջը վերջացնելուց հետո նորից կհանդիպենք։ Մինչ մի փոքր տապակվում է ջեռոցում սմբուկները, այստեղ մանր կտրատում ենք սոխը, որպեսզի տապակենք մի փոքր ձիթայուղով կամ բուսայուղով։ Ինչքան հնարավոր է մանր ենք կտրատում։
Այստեղ մի փոքր բուսայուղ եմ ավելացնում տապակի մեջ եւ կտրատված սոխը ավելացնում եմ այստեղ, որպեսզի սոխառաձարվի։ Մի սոխը տապակվում է, այստեղ կտրատում եմ, մանր կտրատում եմ պղպեղները, երկու գույն եմ վերցրել, որպեսզի ավելի գունագեղ լինի, ավելի գեղեցիկ լինի։ Մի փոքր տապակվելուց հետո սոխը ավելացնում եմ կտրատված պղպեղները։ Ավելացնելուց հետո եւս տապակում ենք այնքան մինչև պղպեղը մի փոքր փափկի։ Այստեղ ճզմում եմ նաեւ երկու սխտոր։ Այսինքն երկու ատամիկ սխտոր։ Երևի սխալ ասեցի, ոչ թե երկու սխտոր, այլ երկու ատամիկ սխտոր։ Ավելացնում եմ նաև այս ճաշակի աղ։ Մի փոքր ավելացնում եմ սև պղպեղ, կարմիր պղպեղ, Ես ավելացնում եմ նաև մի փոքր այսպես գդալի ծայրով քիմիոն, շատ չեմ ավելացնի, որովհետև շատ սուր համ ունի։ Այստեղ արդեն ավելացրել եմ աղացած միսը և լավ խառնում եմ։ Այստեղ մի փոքր միսը տապակելուց հետո ավելացնում եմ տոմատի մածուկ։ Տոմատի մածուկը ավելացնելուց հետո ավելացնում եմ մոտավորապես 100 գրամ 100 մլ ջուր և թողնում ենք, որպեսզի մի փոքր երկու բավարան։ Միջին բրակի եփում ենք, մինչև ջուրը մի փոքր արդեն քաշվի։ Այստեղ արդեն տապակվել է, եփել է միսը, հիմա մի փոքր համեմ եմ կտրատել, ավելացնում եմ այստեղ ու կարող եմ արդեն անջատել, որովհետև միսը եփվել է։ Ժողովուրդ ջան, այստեղ ամեն ինչ պատրաստ է, արդեն միսը պատրաստ է, սմբուկները տապակել են, այստեղ ունեմ քերած որևիցե հալվող պանիր, ինձ մոտ մոցարելա է, կարող եք նաև օգտագործել հալվող պանիրի հետ միասին, եթե ունեք օգտագործեք պարմեզան պանիր, շատ համեղ է ստացվում այդպես էլ, բայց եթե չունեք, հոգ չէ, կարող եք չավելացնել, ես էլ այսօր չեմ ավելացնելու։ Հիմա ընտրում եմ մի փոքր իրար հավասար սմբուկները, մեկ շերտը այսպես դնում եմ տապակի մեջ,
Վրան ավելացնում եմ մսի խճողակը, այսպես կուշությամբ ավելացնում եմ մսի խճողակը, ավելացնելու եմ հալվող պանիրը, Եվ այս երկու բաղադրիչները ավելացնելուց հետո վրան դնում եմ հաջորդ շերտ սմբուկը։ Ու նորից ավելացնում եմ միսը և հալվող պանիրը։ Ասեմ, որ շատ համեղ ուտեստ է ստացվում, շատ համեղ, հաստատ հավանելու եք։ Ահա, մեկը արդեն պատրաստ է։ Կարող եք 3 շերտով էլ պատրաստել, բայց ինձ թվում է 2 շերտը արդեն բավարար է և գեղեցիկ է, այսպես ստացվում։ Մյուս սմբուկներն էլ պատրաստելու ենք նույն կերպ։ Ահա սիրելիներս վերջացնելուց հետո հիմա ուղարկում եմ ջեռոց, ջեռոցը միացրած է ինձ մոտ արդեն 180-ից 200 աստիճան միջև, քանի որ բոլոր բաղադրիչները արդեն եփված են, ջեռոցում մնում է այնքան, մինչև պանիրը հալվի և մի փոքր գեղեցիկ գույն ստանա։ Ահա սիրելիներս պատրաստ է մեր այսօրվա շատ համեղ ուտեստը սմբուկով և տավարի աղացած մսով, շատ համեղ է ստացվում, կարող եք պատրաստել և փորձել։ Սիրելիներս այսօր էլ այսպիսի վլոգ ստացվեց, շնորհակալ եմ, որ մինչև վերջ դիտեցիք տեսանյութը, ինչպես միշտ ասում եմ ձեզ, մնացեք բարյավ և խաղաղ։